Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք եւ առողջ եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ իրեն խնդրել, որպեսզի իր Սուրբ Հոգին մեզ տա, ների մեր մեղքերը եւ լուսավորի մեր աչքերը, մեր ականջները, մեր ուղեղը ու սիրտը, որպեսզի մենք սովորենք իր դասերը, կարդանք իր խոսքը, հասկանանք մեր ուղեղով ընդունենք մեր սրտի մեջ եւ իր շնորհքով իրագործենք մեր կյանքում Հիսուսի անունով ամեն։ Ինչպես գիտենք, մենք ուսումնասիրում ենք Մարկոս ավետարան այս երամսյակ եւ արդեն հասել ենք 8-րդ դասին, որը շարունակություն է նախորդ դասի ուսուցում աշակերտներին եւ այսօրվա հիշելու համար է Մարկոս 10:45, որտեղ մարդու որդին նույնպես չեկավ որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա։ Առաջին մասը, որ մենք կկարդանք, Մարկոս 10:1-ից 12 համարներն է։ Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքում, եւ նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։ Նրան մոտեցան նաեւ փարիսեցիները եւ փորձելու համար նրան հարցրին. այսինքն այս մարդկանց սրտում թափակ չկար ճշմարտության, անընդհատ փորձում էին Հիսուսին։ Թույլատրվում է մարդուն իր կնոջն արձակել։ Ինչու՞ սա նրանք հարցրեցին, ինքը գտնվում էր այն տարածքում, որտեղ Հերովդեսը թագավոր էր, եւ Հերովդեսը բաժանվել էր իր կնոջից եւ ամուսնացել իր եղբոր կնոջ հետ։ Եվ Հովանես Մկրտիչը հանդիմանեց Հերովդեսին դրա համար եւ այդ պատճառով Հերովդեսը, մենք գիտենք արդեն այդ պատմությունը ինչպես պատահեց, որ Հերովդեսի հրամանով սպանվեց Հովանես Մկրտիչը։ Եվ հիմա սրանք նույնը ուզում են անեն Հիսուսի հետ։ Ուզում են, որ Հիսուսը մտնի կոնֆլիկտի մեջ Հերովդեսի հետ, ինչպես Հովանես Մկրտիչը մտավ, եւ եկել են եւ հարցնում են փորձելով։ Թույլատրվում է մարդուն իր կնոջն արձակել։ Հիսուսը չի սկսում իրենց հետ վիճել, այլ ինքը հարցով պատասխանում է իրենց հարցին։ Ասում է. Մովսեսը ձեզ ինչ է պատվիրել։ Նրանք ասացին. Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել։ Ուրեմն երկրորդ օրինաց գրքում 24 գլխում այդպիսի օրենքներ կային, հիմնականում այդ օրենքները ընդունվել էին կանանց պաշտպանելու համար ավելի շատ, որտեղ տղամարդիկ կանանց վերցնում, օգտագործում էին, հետո դուրները չէր գալիս, շպրտում էին այն կողմ։ Եվ այդ օրենքները Աստված ավելի շատ տվել էր, որպեսզի պաշտպանի կանանց։ Եվ իրենք պատասխանեցին, նրանք ասին, Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել։ Ուրեմն երկու տիպի դպրոց կար Երուսաղեմում, մեկը կոչվում էր Շամայի ուսմունք, մյուսը Հիլելի։ Շամայի ուսմունք ամուսնալուծության պատճառ կարող էր ըստ Շամայի ուսմունքի ամուսնալուծության պատճառ կարող է լինել անզավակությունը, նյութական աջակցությունից զրկելը, էմոցիոնալ անտարբերությունը կամ ամուսնական անհավատարմությունը։ Հիլելի դպրոցն անհամեմատ ավելի մեղմ էր եւ թույլ էր տալիս գործնականում ամուսնալուծվել գրեթե ցանկացած պատճառով, թեև ամուսնալուծությունը թույլատրելու նրանց գործընթացն ավելի բարդ էր, ինչը օգնում էր դանդաղեցնելու գործընթացը։ Եվ կարծես թե զարմանալի, եթե իրան գիտեն այդ բոլորը, ինչ են Հիսուսին այդ հարցը տալիս։ Մենք նոր ասեցինք, թե ինչու էին տալիս, որպեսզի կոնֆլիկտի մեջ մտցնեն Հիսուսին Հերովդեսի հետ։ Հույս ունեն, որ Հերովդեսի ձեռքով Հիսուսի գլուխը կուտեն, ինչպես որ Հովանես Մկրտիչին կերան։
Բայց տեսնենք ինչ է պատասխանում Հիսուսը։ Հիսուսը չի ասում, «Okay, Մովսեսը տենց արել, գնացել տենց էլ արեք», չէ։ Հիսուսը պատասխան նրանց եւ ասաց. «Նա ձեր խստասրտության պատճառով այդ պատվիրանը ձեզ գրել, բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու եւ եք ստեղծեց ու ասաց. Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի եւ իր կնոջը կմիանա եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Հետեւաբար այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի»։ Հասկանալի է, որ այսօր շատերին դուր չի գա սա։ Եվ իհարկե աշակերտներն էլ զարմացան։ Եվ տանը աշակերտները այդ թեմայի շուրջ դարձյալ հարցրին նրան եւ նա ասաց նրանց. «Ով իր կնոջ հարցակի ու մի ուրիշի հետ ամուսան առաջին կնոջ դեմ շնություն է անում»։ Ուրեմն մի ուրիշ տեղ Հիսուսը ասում է, որ թույլ է տալի տղամարդուն բաժանվել միայն մի պատճառով, եթե կինը անհավատարիմ լինի իրեն։ Բայց կանանց մասին նույնիսկ դա չի ասում։ Ասում է կանանց, մի ուրիշ տեղ, ափսոս ես այդ մասը չեմ բայց ասում է կանանց պետք չէ ամուսնալուծվել։ Իհարկե, եթե կնոջ կյանքին վտանգ է սպառնում, եթե էմոցիոնալապես այսքան էմոցիոնալ էլի վիճակի չէ, մի խոսքով վտանգ է սպառնում եւ ֆիզիկապես եւ էմոցիոնալ իր առողջությանը վտանգ է սպառնում, այո, հասկանալի է։ Բայց այստեղ 12 համար Հիսուսը ասում է. իսկ եթե մի կին իր ամուսնուն արձակի եւ ուրիշ տղամարդու հետ ամուսնանա, շնություն է անում։ Ոչ միայն տղամարդը, այլ նաեւ կինը։ Սրանից պարզ ասել հնարավոր չէ։ Okay, չես ուզում ապրես այդ մարդու հետ, վտանգավոր է, խփում է քեզ, ծեծում է քեզ, բաժանվի։ Ոչ մեկ քեզ չի ասում իր հետ ապրի, բայց ուրիշի հետ ամուսնանալը Պողոս Արաքյալն էլ պարզ գրում է, որ քանի ձեր ամուսինը կենդանի է, ուրիշի հետ ամուսնանալը մեղք է։ Երբ որ ամուսինը մեռնի, այն ժամանակ կարող եք ամուսնանալ ուրիշի հետ, այդ ժամանակ մեղք չի լինի։ Բայց որքան քրիստոնյաներ են այսօր զանց առնում այս պարզ խոսքերը Հիսուսի եւ բազմաթիվ անգամներ ամուսնանում են եւ բաժանվում եւ նույնիսկ չեն էլ հաճենում ամուսնանալ, ուղղակի առանց ամուսնանալու, այսօր մեկի հետ, վաղը մյուսի հետ, մյուս օրը երրորդի հետ եւ այդպես շարունակ ապրում են շնության մեջ, իրենց հավասարացնում են կենդանիների։ Ուրեմն Հիսուսը այստեղ բերում է ամենաիդեալական, ասում է Աստված, երբ որ ստեղծեց Ադամին ու Եվան միացրեց իրար եւ ասեց, որ մի մարմին կլինեն։ Դրախտում Աստված տվել է երկու հրահանգ՝ ամուսնությունը եւ շաբաթը։ Երկուսն էլ նախատեսված են մարդուն փրկություն, հոգեվոր, ինչու նաեւ չէ ֆիզիկական փրկություն ապահովելու համար։ Մենք գիտենք ամուսնությունը ինչքան օգտակար է, եթե մարդիկ ճիշտ ձևով են իրար վերաբերվում, երբ որ իրար նեցուկ են կանում, երբ որ իրար մասին հոգում են, բայց այսօր ցավոք այնպիսի հասարակություն է աճում, որ եւ կա արդեն աճել է, ում գլուխը մտցրել են, որ իրենք ծնվել են հաճույքներ վայելելու համար, այլ ոչ թե խոնարհվելու եւ իրար հարգելու եւ սիրելու համար։ Սերը հասկանում են բոլորին այլ կերպ։ Եվ այսօր այդքան շատ ողբերգություններ են, մարդիկ հավասարվել են անասունի ստատուսի, շատ հեշտ ամուսնանում են, շատ հեշտ բաժանվում են, շատ հանգիստ փոխում են
ցավոք իրենց ամուսիններին կանանց, ինչու, որովհետև չեն ուզում խոնարհվել, չեն ուզում սովորեցնել իրար, չեն ուզում իրար հետ աճել, գիտեք վերջերս Facebook-ում շատ լավ բան էին դրել, որ ամուսինն ու կինը կռվում են եւ կինը ասում է, գիտես, հարևանները երբեք չեն կռվում, մի հատ գնա նայ էս ինչի չեն կռվում։ Եվ գնում նայում է, տեսնում է, որ կինը խոհանոցում գործ է անում, ամուսինը նստած, չգիտեմ, թերթ է կարդում, թե գործ է անում, եւ հեռախոսը հնչում է, տնային հեռախոսը, վազում է, որ տնային հեռախոսը վերցնի եւ իր ճանապարհին լինում է վազա դրած եւ ինքը կպնում է եւ այդ վազան գնում ջարդվում է եւ ինքը սկսում է արագ հավաքել, կինը լսում է ձայնը գալիս է, սկսում է հետը հավաքել, չի սկսում այս ինչ աշնորհ մարդ է դիվան ինչ է եւ հետո ամուսինը ասում է կներես, ասում է ես այնքան աշնորհք եմ, որ չկարողացա նորմալ անցնեի մոտով կպա եւ գցեցի, կինը ասում է չի ես եմ եղավոր, որտեվ սխալ ձևով եմ դրել, եթե ճիշտ ձևով դնեի դու չէիր կպնի եւ այդպես ոչ մի կռիվ դուրս չի գալի եւ երբ որ տղամարդ վերադառնում է կինը ասում է իմացա իրենց գաղտնիքը ասում է հա իմացա ասում է ինչու ներ ասում է իրանց տանը երկուսն էլ մեղավոր են իսկ մեր տանը երկուսս էլ ճիշտ ենք այսինքն մենք ասել ենք որ այս կյանքում երկու դաս կա փարիսեցիներ եւ մաքսավորներ մաքսավորներ են մարդիկ են որ հասկանում են որ իրանք մեղավոր են եւ ամեն րոպե կարող սխալ անեն բայց փարիսեցիները իրենց սխալները, իրենց մեղքերը չեն նկատում, մենակ դիմացինն են նկատում եւ իրենց համարում են սուրբ եւ հենց այս մարդիկ են պատճառը, որ անդադ կռիվ ու դավիալ են, թե ընտանիքներում, թե հասարակության մեջ, որտեղ իրանք կարծում են իրանք շատ արդար, հակված են եւ հանգարց սպասում են մեկը մի հատ սխալ անի, սկսում են դու սենց, դու նենց, մենք սենց։ Հենց այս խնդիրն էլ գոյություն ունի ընտանիքներում մարդիկ մեղավոր են, երբ որ ամուսնան պետք է հասկանան, որ իրանք մեղավոր մարդու հետ են ամուսնանում, այլ ոչ թե ինչ-որ իդեալական սուրբ հրեշտակի հետ, ոչ, բոլոր մարդիկ էլ մեղավոր են։ Եվ պետք է հասկանան, որ իրենք պարտավորություն են վերցնում իրենց վրա հավատարմորեն իրար օգնելու, թե իրենց սխալներից վերականգնվելու, թե քաջալերելու կողակցին ավելի լավ իր դերը կատարելու համբերելու իրար, ներելու իրար, բայց այսօր կատարվում է ցավոք հակառակը, մարդիկ ոչ մի պարտավորություն չեն ուզում վերցնել, նույնիսկ շատ տղաներ չեն ուզում, արդեն 30-ից են չեն ուզում ամուսնանան եւ ասում են, որ ամուսնանանք, այդ կինը երբ որ բաժանվի, մեր ունեցվածքի կեսը իրանն է։ Դեռ չեն ամուսնացել, արդեն մտածում են բաժանվելու մասին։ Այսինքն իրանց համար դա լուրջ մի քայլ չէ։ Իրանց մտքում կա, եթե ինչ որ բան դուր չգա, այ ոնց որ ասված էր խստասրտության համար տվել էր այդ օրենքը, որ ինչ որ մի բան դուրները չի գալի, յալլա, գնա, իմ դուրս չի գալի։ Այսքան մարդիկ էգոիստ են։ Okay, դու այդ աղջկան բելեստում, դու այդ աղջկան ասենք այսպես կոպի ձև օգտագործում ես, ճաշը է փում ես, անում են, անում, ակրում է, սրբում է, իսկն ուզում ես ձրի ծառա ունենաս։ Կինը կարող է իրեն ծառա չհամարել, շատ սիրով դա անել, բայց ամուսնու մտքում ինքը ծառայի պես է եւ չէ որ դու պարտավորություն ես վերցրել այս կնոջ հետ ծերանալու եւ դժբախտության եւ ուրախորեն իր կողքին լինելու։ Ցավոք այսօր դա չկա, որտեղ մեղավորությունը մարդկանց մեջ աճում է եւ աճում։ Կինը շիպես ծառայի հանգարց մի օր հիվանդանա, չի կարելի։ Շատ ողբերգական վիճակներով են այսօր անցնում
կանայք, միգուցե եւ տղամարդիկ, կան ագահ կանայք, կան ժլատ տղամարդիկ, բայց Աստված ինչի է միացնում ես երկու մեղավոր մարդկանց, որպեսզի նրանք շփվեն իրար հետ, սրբվեն եւ իրանց բնավորությունը փոխվի, ամուսնությունը դաստիարակության մեթոդ է։ Եթե մենք ուզում ենք փրկվել, հավիտենական կյանք ունենալ, մենք պետք է մեր պարտավորվածությունից հետ չկանգնենք, ոչ թե մեր ատամները սխմելով չէ, այլ ինչպես Հիսուսը մեզ սիրեց, ինչպես որ մենք կանք եւ իր սիրով ամեն ինչ արեց, որ մենք փոխվենք։ Դա է ամբողջ գաղտնիքը։ Եվ սա շատ լայն թեմա է, կարելի է միշտ խոսալ, բայց այսօր ցավոք սրտի նորից ամուսնությունը դարձրել են խաղալիք։ Իսկի չեն էլ ուզում ամուսնանալ։ Այսօր սրա հետ, վաղը նրա հետ, մյուս օրը երրորդի հետ։ Այսինքն իրենց իջացրել են անասունի կարգավիճակի, որտեղ անասուններն են այնպես ապրում, այլ ոչ թե գաղափարով մարդիկ, այլ ոչ թե ինչով է տարբերվում մարդը անասունից, որ ունի ուղեղ, որ ունի մտածելու ունակություն, ավելի նուրբ զգայունություն ունի, եւ այդ բոլորը մենք պիտի օգտագործենք, ոչ թե իրար դատապարտենք, այլ իրար նեցուկ լինենք, իրար կանացնենք։ Եվ երբ որ զույգը անցնում է, ասենք 20 տարվա ճանապարհ, 10-ից 20, 30, 40 տարի, եթե երկուսն էլ իրոք խրատվել են իրար միջոցով եւ հասկացել են իրական ինչ է սերը, ոչ թե այն ոնց այդ բառը, որ չես կարողանում կանգնացնել, ոչ թե այդ անզուսպ գիրքն է, ոչ, սերը բոլորին ուրիշ բան է։ Եվ այդ մարդիկ, ովքեր անցնում են այդ ճամփան, նրանք արդեն վայելում են իրենց կյանքի մնացած տարիները իրար սիրելով ու հարգելով։ Իհարկե ոչ բոլորը։ Մարդիկ կան, որ հենց այդպես էլ չփոխված մարդու կյանքը կերած իջնում են գերեզման, բայց նաև կան ընտանիքներ, ովքեր խոնարհվել են, փոխվել են եւ հասկացել են ինչն է ընտանիքի իմաստը, ինչն է այս կյանքի իմաստը։ Եվ վերջում մի բան էլ ավելացնենք, որ մի մարդ մոտ գնում է մի կին եւ ասում է, որ ես գիտես 4 թե 6, չգիտեմ քանի անգամ ամուսնացած բաժանվել է, եւ այս մարդ հարցնում է, եւ ինչ տարբերություն կար։ Ասում է, չէ, եթե իմանայի, հենց առաջին ամուսնուս մոտ կմնայի, ամենալավը երևի ինքն էր։ Այսինքն սատանան կուրացնում է մարդուն։ Այս սրան առնես կերջանկանաս, նրա հետ ամուսնանաս, սենց կլինի, նրան ունենաս, սենց։ Քանի դու չես խոնարհվել եւ չգիտես մարդկանց հետ ճիշտ վարվելու ձևը, ում հետ էլ ամուսնանաս, նույն խնդրի մեջ ես լինելու։ Պետք է պատրաստ լինենք ամուսնության, պետք է պատրաստ լինենք, որ մեզ սպասում են եւ դժվար, եւ լավ, եւ վատ օրեր։ Եվ միայն իրար նեցուկ լինելով կարող ենք անցնել այդ օրերի միջով։ Եվ Հիսուսը հենց սա է ուզում մեզ համար, այլ ոչ թե անողնաշար, անսկզբունքային մարդիկ, ովքեր իրար վերաբերում են որպես ունեցվածքի, որպես իրի, այսօր լավն ես, դուրս գալիս ես, վաղը մաշվեցիր, գնա այլ դուրս չես գալի։ Շատ ընտանիքներ կան, որ կինը ամբողջ այդ դժվար ճանապարհը անցել է, մարդուն ամուսնուն նեցուկ եղել, ամուսինը հարստացել է, լավ հաջողության է հասել, եւ հիմա կինը իրան ձեռ չի տալիս, գնում է միջահել, երիտասարդ մեկին գտնում է, չեմ կարծում, որ դրանից մի բան դուրս է գալի լավ բան, բայց դա սարսափելի վիրավորական է կնոջ համար, որը նեցուկ է եղել, ֆունդամենտ է եղել այդ մարդու համար, որ այդ մարդը բարձրանա, ինքը
օժանդակել է այդ մարդու բարձրանալուն, բայց այս մարդը երբ որ բարձրացավ, թքեց իր վրա։ Ցավոք այսպիսի վատ դեպքեր կան, մեղավոր են մարդիկ, բայց միշտ էլ ուշ չէ գնալ Հիսուսի մոտ եւ ձգտել ուղղել սխալները։ Մյուս մասը, որ մենք պիտի կարդանք 13-ից 16 համարն է, Հիսուսի մոտ երեխաներ էին բերում, որոշնի նրանց, բայց աշակերտներն ասացնում էին բերողներին, բայց երբ Հիսուսը տեսավ բարկացավ ու նրանց ասաց. թողեք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի արգելեք նրանց, քանի որ Աստծո արքայությունները այդպիսին են, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի։ Եվ նրանց գիրկն առավ, ձեռքը դրեց նրանց վրա եւ օժնեց։ Ուրեմն անցած դասին մենք տեսանք, որ Հիսուսը բացատրեց, թե ինչքան արժեք ունի երեխան, բայց այն ժամանակվա հասարակության մեջ եւ այսօր էլ շատ ազգերի հասարակության մեջ երեխան ստրուկի կարգավիճակում է, կամ երեխային վատ են վերաբերվում, կամ էլ մի ուրիշ ծայրահեղության են գնում, որտեղ երեխան անպաշտպան է, չի կարող ինձ պատասխանել եւ դաժան է վերաբերվում, կամ մի ուրիշ ծայրահեղության են գնում, իրենց երեխային աստվածացնում են, ինչ ասես անում են, եւ այն խնդիրը, որ դրված է ծնողի վրա, ինչ խնդիր է դրված ծնողի վրա, որ իր երեխային ուղի դեպի Աստված, դեպի ճիշտ կյանքը, սովորեցնի նրան ճիշտ ապրել, ճիշտ վերաբերվել մարդկանց, աճեցնի նրան, որպեսզի երբ որ ինքը 18 տարեկան է, մեծացել է, արդեն ինքնուրույն կարողանա ապրել, ոչ թե մանկամիտ թողնել այդ երեխային իր փոխարեն ամեն ինչ անելով, տղա ջան, արքես, տղա ջան, ասենց, տղա ջանը նենց, դրանք երկու ծայրահեղություններ են։ Երեխաներին պետք չի վերաբերել ոչ դաժանությամբ, որտեղ իրենք չեն կարող պատասխանել ձեզ, ոչ էլ Աստված սարքելով իրենց, որտեղ փչացնում եք այդ երեխու կյանքը վերջնականապես, փչացնում եք եւ դաժան վերաբերելու նրան մարդու տեղ չդնելով եւ լկստացնելով։ Երբ որ իրանք մեծանում են, սրանք ահավոր տրավմա են ունենում, որտեղ իրենց դաժան է վերաբերվել եւ չեն կարողանում այդ տրավմայից ազատվել, սրանք էլ ահավոր փչացած ինչ առումով, այսինքն փապկասում, մանկամիտ, չեն կարողանում իրենց որոշումները կատարել, ամեն որոշման համար վազում են ծնողի մոտ, այո, ծնողից պետք է շատ ենք խոսացել այս ամեն անգամ, որ պետք է անպայման խորհուրդ հարցնել, որտեղ նրանք ավելի շատ են ապրել, բայց այդ չի նշանակում, որ երեխայի պես լինես, էլի ծնողի ձեռքի տակ, ոնց որ ասած, պետք է հասունանաս եւ ինքդ քո ընտանիքը կազմես, ինքդ քո որոշումներ անես եւ այդ որոշումների արդյունքների պարտականությունը վերցնես քո վրա։ Ուրեմն այն ժամանակ երեխաներին շատ էին ճնշում եւ այսօր էլ կան ընտանիքներ, որ ճնշում են։ Երեխան նույնիսկ չի հասկանում ինչի են իրան խփում, փոխանակ բացատրեն, դաժան են հետը վերաբերում, հետո այս երեխան մեծանում է, ասում է դաժան իրենց վերաբերվել եւ ծնողները վրդովում են։ Ինչի եք վրդովում։ Ինչի չեք վրդովում այն ժամանակ, երբ որ երեխան անպաշտպան էր ձեր առաջ եւ դուք ոնց ուզում խփում եք իրան։ Իսկ հիմա վրդովում եք, որովհետեւ ինքը ուժեղացել է ձեզանից, նույն կարգավիճակն է, իհարկե, դա սխալ է, երեխան չպետք է դա անի։ Այն երեխան, որ Աստծո վախով է մեծացել, երբեք չի անի դա եւ կապ չունի իր ծնողը ինչպիսին է եղել, նա կհոգա մինչեւ վերջ իր ծնողի մասին։ Բայց սխալը միակողմանի չի լինում։ Ծնողներ, երիտասարդ ծնողներ, մանավանդ որ ունեք փոքր երեխաներ, մտածեք, թե ինչպես եք վերաբերում ձեր երեխաներին։ Իրի պես, թե մարդու պես։ Նույնը պատահում է եւ կանանց ու տղամարդկանց հարաբերություններ, որ տղամարդիկ կնոջը, քանի որ կինը ավելի թույլ է, քան թե իրանք, իրենց իրավունք են վերապահում ծեծելու, որտեվ իրենք աշխատում են, պահում են իրանց երեխային կնոջը եւ իրավունք են վերապահում, ոնց ուզենան կվերաբերվեն իրենց, ոչ, իրավունք չունեք։ Դա ձեր պարտականությունն է պահելու ձեր կնոջը եւ երեխային
Եվ դա չի նշանակում, որ դուք ոնց ուզենաք իրանց հետ կխոսեք եւ իրի պես կվարվեք իրանց հետ։ Վերջի վերջում ինչ որ ցանեք, դա էլ կհանձեք։ Ծնողներ, հիշեք, այսօր ինչ որ ցանում եք ձեր երեխայի սրտում։ Եթե դուք չարություն եք ցանում ուրիշ մարդու հանդեպ ձեր երեխայի սրտում, անպայման դա կվերադառնա ձեզ։ Հիշեք։ Ձեր երեխաներին սովորեցրեք բարի լինել։ Ձեր օրինակով սովորեցրեք բոլորի հանդեպ։ Սովորեցրեք նրանց իրենք իրենց պաշտպանեն առանց բռնություն, ինչքան հնարավոր է առանց բռնություն գործադրելու քաղաքակիրթ ձևով։ Այսինքն Հիսուսը շատ մեծ գնահատանք էր տալի երեխաներին, որտեղ երբ որ մեծ բախտ վիճակվի գնանք քերկայություն, այնտեղ լիքը երեխաներ կլինի, որտեղ նրանք անմեղ են։ Անմեղ են այնքան ժամանակ, մինչև ծնողները իրանց թույնը չեն թափում նրանց մեջ։ Իրենց վատ բաները չեն մտցնում երեխայի մեջ եւ նրան էլ սարքում են նույն ձևի թունոտ, ինչպես իրենք են, ցավոք։ Փոխանակ երեխայի մեջ բարություն սերմանեն եւ այդ բարությունը թույլ է տալիս երեխային աճել, զարգանալ թե մտավոր, թե հոգեվորապես, թե մտավորապես։ Ինչ ասեմ, ցավալի է։ Պետք է շատ կրթել ծնողներին եւ երեխաներին այս ուղղությամբ։ Ուրեմն հիշենք, որ երեխան ամենակարևոր անդամներից է այս հասարակության։ Եվ իհարկե շատ անգամ օգտվում էին թողված երեխաներին, մեծացնում էին եւ սարքում էին ստրուկ, այսօր էլ կա։ Այսօր էլ ստրուկ երեխաներ կան, բազմաթիվ գողանում են, տանում ստրուկ են սարքում, օգտագործելով տարբեր նպատակներով։ Սա ցավալի է, սա ահավոր է, սա մեղավորության գագաթնակետ է։ Անմեղ երեխաներին կեղտոտում են ահավոր ձևով։ Եվ Հիսուսը դրա համար վրդովում է, շատ քիչ տեղերում է Հիսուսը վրդովում, եւ դրանցից մեկ տեղը սա է, ինչեւ հիմա չհասկացա, որ այս երեխաները իրենց կարգավիճակով ավելի բարձր են, քան թե դուք, նրանք անմեղ են, իսկ դուք մեղավոր։ Ես սիրում եմ երեխաներին, թողեք որ իրենք գան ինձ մոտ եւ ինձանից ջերմություն ստանան, իմ օրհնությունները ստանան։ Այսօր լիքը ծնողներ կան, վայ ես չեմ ուզում իմ երեխան խորանա Աստվածաշնչի մեջ, եկեղեցի գնալու մեջ։ Բայց ինչի մեջ եք ուզում խորանա, մեղքերի, հետո էլ չբողոքեք, որ այդ մեղքերը ձեր հանդեպ օգտագործի ձեր երեխան։ Ոչ դուք եք մտնում երկնքի արքայություն, ոչ էլ թողում եք ձեր երեխան մտնի երկնքի արքայություն։ Ցավոք, սրտի ցավով եմ ասում։ Կարդանք հաջորդ մասը 17-ից Սա շատ երկար մաս է 17 համարից, շատ անգամ կարդացել ենք, սա այն մասն է, երբ որ մի հարուստ երիտասարդ մոտենում է Հիսուսին եւ ասում է. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն էլ ասում է. «Պատվիրանները պահի, մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, ուրիշի ունեցածը մի խլիր, քո հոր մորը պատվի»։ Ինքը ասում է, ես այդ բոլորը անում եմ։ Հիսուսն էլ ասում է, մի բան է քեզ պակասում։ Եթե կամենում ես գնա ինչ որ ունես վաճառիր ու աղքատներին բաժանել եւ երկնքում գաց կունենաս վերցրու խաչդ եւ արի իմ հետևից, բայց նա այդ խոսքից մռայլվելով տրտմած գնաց, որտեղ մեծ ունեցվածքի տեր։ Այսինքն այս մարդը ստրուկ էր դառել իր ունեցվածքին։ Ինքը ուզում էր այդ ունեցվածքով միայն իրան մեծարեր, ուզում էր միայն իր համար օգտագործեր, չէր ուզում ինչ որ մեկին լավություն աներ։ Եվ Հիսուսը շրջվեց իր աշակերտներին, ասեց, որքան դժվար է հարստություն ունեցողների համար Աստծո արքայությունը մտնել։ Հիսուսը չասեց անհնար, ասեց որքան դժվար է։ Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Ինչու էին զարմացել, որտեղ փարիսեցիները, ռաբիները իրանց սովորացրել էին, որ առաջինը երկնքի արքայություն մտնելու են այս հարուստ մարդիկ, որտեղ իրանք օրհնված են։ Իրանց հարուստ լինելը վկայում է, որ Աստված օրհնել է իրենց։ Եվ հիմա Հիսուս ասում է, որ իրանց դժվար է մտնել երկնքի արքայություն, եւ իրանք մտնում են խառնաշփոթության մեջ, օքեյ, եթե հարուստները չեն մտնում, աղքատները չեն մտնում, բա ով է մտնելու։ Եվ սակայն Հիսուս նրանց ասաց.
Որքակներ, որքան դժվար է Աստծո արքայություն մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել։ Ավելի հեշտ է, որ ուխտն ասեղի ծակով անցնի, քան հարուստ Աստծո արքայության մեջ մտնի։ Այսինքն, հարուստ լինելը ինքնին վատ բան չէ, բայց քո հարստությունը ինչպես ես օգտագործում։ Արդյոք այն օրհնություն է բերում քո շրջապատին, թե քո մեծարման համար ես օգտագործում, փչացնում ես ինքդ քեզ։ Բազմաթիվ տներ ես առնում, բազմաթիվ ավտոներ, բազմաթիվ ասում ես ես միլիարդ ունեմ, ես միլիոն ունեմ, երբ որ իշ մարդիկ սովից մեռնում են, դա խայտարակություն է։ Եվ պետք չէ ասել, որ հնարավոր չէ, որ այդքան հարստություն ունեցող մարդը փրկվի, կարող է, նա կարող է էգոիստից վերածվել մարդասեր մարդու, ինչպես պատահեց Զաքեոսի հետ, Նիկոդեմոսի հետ, ավելին Հիսուսը երբ որ աշակերտները ասում ավելի էին զարմանում եւ միած ասում հապա ով կարող է փրկվել։ Հիսուսը նրանց նայեց ու ասաց. մարդկանց համար դա անհնար է, բայց ոչ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Այսինքն ինչ է հնարավոր Աստծո համար։ Ուղղակի ասի, օքեյ, դու հարուստ ես, բայց ոչինչ, դու օքեյ ես։ Քո չսրբացված բնավորության փրկվի չէ։ Հիսուսը ուզում էր ասել, որ եթե մարդը ցանկանա, Հիսուսը կարող է փոխել իր սիրտը։ Մարդիկ այսօր ասում են հնարավոր չի մարդը փոխվի, բայց Հիսուսը կարող է փոխել, բազմաթիվ օրինակներ կան։ Եվ ամբողջ հարցը նրանումն է, ուզում է այդ մարդը փոխվի, թե ուզում է այդ հին նեխած կյանքը շարունակի, իրան մեծարելով ուրիշների վրա բարձր իրան դնելով։ Ընտրությունը այդ մարդունն է, ինքը ունի բազմաթիվ հնարավորություններ օգնելու շատ մարդկանց։ Եվ եթե ինքը չի օգտագործում այդ հնարավորությունները, մեղքը իրենումն է, Հիսուսը կարող է իրեն սիրտ տալ, բարի սիրտ, բայց ինքը չի ուզում ունենալ դա։ Եվ էլի նշենք, ասենք եւ ասենք, որ հարուստ լինելը վատ չէ, եթե դու քո քրտինքով, քո խելքով, քո ազնվությամբ ես վաստակել այն, այլ ոչ թե մարդկանց շահագործելով, խաբելով, բայց հիմա կապ չունի դու ազնվությամբ ես վաստակել թե չէ։ Անցած դասին մենք ասեցինք, այո, մենք խելք ունենք, մենք կարող ենք փող վաստակել, բայց պետք է օգնենք այդ մյուսին, որ այդքան խելք չունի, աշխատում է ուրիշ էլ, բայց չի հասցնում իր երեխաներին ապահովել, իր ընտանիքը ապահովել։ Եվ դրա համար է մեզ Աստված օրհնել այդ ունակություններով, որպեսզի օգնության ձեռք մեկնենք մյուսներին։ Սա է ամբողջ գաղտնիքը։ Եվ հետո Պետրոսը ասեց, ահա մենք թողել ենք այսինչ, այնինչ, այսքան շատ զոհաբերություն ենք արել եւ մեզ ինչ է սպասում դրա համար։ Հիսուսը պատասխանում է, որ այն ամեն ինչ թողել եք ինձ հետևելու համար, ոչինչ այն բանի համար, ինչ դուք կստանաք հիմա եւ գալիք տարում։ Ահա թե ինչն է կարևորը, Քրիստոսի մահը վերացնում է մարդկային մեղքը, իսկ ապա Քրիստոսի շնորհն ու հարությունը զորություն են տալիս հնազանդվելու նրա պատվիրաններին։ Հռոմեացից 6:16 գլխում ասում է, Պողոս ասում է, հիմա ինչ շարունակենք մեղք գործել, ասում է քավլիցի։ Մենք մաքրվել ենք Հիսուսի արյունով եւ պետք է նորացված կյանքով ապրենք, նոր կյանքով, այլ ոչ թե մեր հին նեխած ու փդած կյանքով։ Շարունակենք կարդալ Մարկոս 10-րդ գլուխը։ Ուրեմն ասում է, նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին, Հիսուսը նրանցից առաջ ընկած գնում էր, աշակերտները զարմացած ու վախեցած էին նրան հետևում։ Հիսուսը 12-ին դարձյալ առանձնացրեց եւ ասեց նրանց ասել, թե իրեն ինչեր են պատահելու, ավելի մանրամասներով ասեց. ահա Երուսաղեմ են ելնում եւ մարդու որդին կմատնվի քահանայապետների եւ դպիրների ձեռքը, նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն, նրան կծաղրեն, կծեծեն, կթքեն նրա վրա, կսպանեն նրան եւ 3-րդ օրը հարություն կառնեն։ Բայց ինչպես միշտ աշակերտների ականջը փակ էր։ Կարծես թե չէին ուզում
հասկանալ այս ճշմարտությունը։ Զեբեդեոսի որդիները Հակոբոսն ու Հովհաննեսը գալիս են ու Հիսուսին ասում են. «Քեզանից բան ենք ուզում խնդրենք»։ Հիսուս ասում է. «Ինչ եք ուզում»։ Ասում է. «Մեզ շնորհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմը նստի, մյուսս քո ձախ կողմ»։ Հիսուսն էլ իրենց հարց է տալի։ Ասում է. «Չգիտեք թե ինչ եք խնդրում, կարող եք այն բաժակը խմել, այսինքն տառապանքների այն բաժակը, որ ես եմ խմելու, կամ այն մկրտության մկրտվել, որով ես եմ մկրտվելու»։ Նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես եմ խմելու, կխմեք»։ Այսինքն Հիսուսը այստեղ մարգարեցավ իրոք Հակոբոսը առաջին նահատակն էր, առաջին քրիստոնյա նահատակն էր, որ նահատակվեց Հիսուսի համար։ Հովհաննեսն էլ ուզեցան սպանեն, բայց չկարողացան եւ նրան աքսորեցին Պատմոս կղզին։ Այսինքն Հիսուսի մարգարեությունը իրենց մասին, այո, ասում է, դուք իրոք դա կանեք։ Բայց իմ աջ ու ձախ կողմերում նստելը ես չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված։ Այսինքն կապ չունի, թե դուք ինչքան եք տառապում, ավելի շատ թե ավելի քիչ, իմ հայրն է որոշելու, թե ով է ավելի մեծ երկնքի արքայության մեջ։ Եվ անմիջապես այստեղ իրենց բացատրում է, թե ինչ է նշանակում երկնքի մեջ մեծ լինելը։ Երբ մնացած 10 աշակերտները լսեցին այս, սկսեցին Հակոբոսի ու Հովհաննեսի վրա բարկանալ, Հիսուսը նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ ովքեր իշխան են համարվում, տիրում են նրանց, եւ նրանց մեծամասնները իշխում են նրանց վրա»։ Այսինքն իրենց շահի համար են իշխում նրանց վրա, խաբում են, շահագործում են, իրենց հարստություններն են ավելացնում փոխանակ ծառայելու այդ մարդկանց։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։ Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։ Անցած անգամ մենք այս մասին խոսեցինք։ Որտեղ մարդու որդին նույնպես չեկավ, այսինքն նույնիսկ մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայ ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա։ Եթե կարծում եք, երբ որ նայում եք այս առաջնորդներին ձեր, որոնք ձեզ շահագործելով, ձեզ ցածրացնելով հարստանում են ձեր քրտինքի վրա, եւ դուք ինչ երազում եք իրանց պես լինել, ոչ, եթե դուք այդպեսին լինեք, չեք մտնի երկնքի արքայություն։ Ասում է, ես ղեկավար նշանակում եմ, ինքը օրինակ ծառայեց ղեկավարի, որպեսզի ղեկավարը ծառայի ժողովրդին, որպեսզի օգնի նրանց, որպեսզի աշխատողին օգնի ավելի լավ անի իր գործը, որպեսզի լավ գնահատի եւ քաջալերի աշխատողին, իրեն հավասար համարի, այլ ոչ թե իրենց ծածր ինչ-որ մեկը, իր հոգսերի մասին մտածի։ Այստեղ ստիպում են աշխատատուներին, որ երբ որ առողջապահական ապահովագրություն են վերցնում, մարդիկ իրենք պիտի իրենց ամսե վճարի կեսը կամ որոշ չափը տան։ Այսինքն դու պետք է մտածես քո աշխատողի եւ առողջության մասին, եւ նրա լավ ապրելու մասին, եւ նրա այլ ոչ թե նրա հաշվին հարստանալու մասին։ Այնքան փող տաս, այնքան որ սովից չմեռնի այդ մարդը։ Եվ Հիսուսը ասում է, որ այո, այստեղ այդպես է, բայց դա Աստծո կամքը չէ։ Երկնային արքայությունում ուրիշ ձև է լինելու։ Դուք պետք է սովորեք ծառայել։ Երկնային արքայությունում բոլորը իրար ծառայելու են։ Դա է մարդու մեծությունը։ Մյուս եւ վերջում 10-րդ գլխի վերջում եկան Երիքով 46-ից մինչև 52 համարը 10-րդ գլխի Մարկոսի եկան Երիքով, երբ Հիսուսն իր աշակերտների մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին կույր Բարտիմեոսը ճանապարհին նստած մուրում էր։ Երբ լսեց, որ Հիսուսն ազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի Դավթի, Հիսուս, ողորմ ինձ»։ Շատերը նրանց ասում էին, որ լուռ մնար, բայց նա ել ավելի էր աղաղակում. «Որդի Դավթի, ողորմ ինձ»։ Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին, ասացին նրան. «Քաջալերվիր, վեր կաց, քեզ կանչում են»։ Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. «Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբունի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասեց. «Գնա, քո հավատը քեզ փրկեց»։
Եվ նրա տեսողությունը իսկույն վերականգնվեց ու հետևեց Հիսուսին։ Հիսուսը ստիպված չէր ասելու, եթե հավատք ունես, կարող եմ օգնել։ Նա արդեն տեսավ, որ այս մարդը հավատք ունի եւ հավատ ուներ, եւ խնդրում եմ, որ իրեն ողորմա։ Եվ հատկապես, երբ որ այս մարդը վերնազգեստը դեն գցեց, հետաքրքիր է, ինչ է սա նշանակում։ Ինչի է այս մարդը իր վերնազգեստը դեն գցեց։ Այն ժամանակ կույրերը աղքատ մարդիկ էին, ինչպես որբևայրիները, որբերը, եւ աղքատ մարդու համար իր այդ վերնազգեստը ծառայում էր եւ որպես ծածկոց ցերեկը եւ որպես ծածկոց գիշերը, դրանով էին իրենք փաթաթվում եւ քնում։ Եվ 5 տակարում դրա համար ասում է, երբ որ գրավ վերցնեք իրենցից իրենց ծածկոցը, մինչև նույնիսկ եթե իրանք ձեր պարտքը չեն տվել, տարեք հետ տվեք իրենց ծածկոցը, որտեղ գիշեր այդ մարդը ուրիշ ոչինչ բան չունի վրան գցելու։ Եվ այսպիսով այս մարդը գցեց իր վերնազգեստը եւ դրանով ապացուցեց, որ ինքը 100% գիտի, որ Հիսուս իրան բուժելու է։ Եվ ինքը երկույրի կարգավիճակում չի լինի, ինքը կարող է աշխատել դրանից հետո եւ նորմալ կյանք ունենալ։ Տեսեք հավատի ինչպիսի դրսևորում։ Դեռ չբուժված, ինքը արդեն գիտեր, որ Հիսուս իրեն բուժելու է եւ էլ Հիսուսին կարիք չկար ինչ-որ բան ասեց։ Տես։ Եվ քանի անգամ ենք մենք Հիսուսին ասել ողորմա մեզ Տեր։ Եթե ոչ, ուրեմն այսօր ժամանակն է, որ ասենք, որտեղ բոլոր մարդիկ մեղավոր են, իսկ դա ինչի նշանակում, որ նրանք հոգեվապես կույր են։ Խնդրենք Հիսուսին, այսպես հավատով այս մարդու հավատի պես, որ Հիսուսը բացի մեր հոգևոր աչքերը, որպեսզի մենք կարողանանք տեսնել իրականությունը, այլ ոչ թե սատանայի մատուցած խաբեության մեջ ապրենք։ Վերջում կարդանք Դարերի փափագից H 393 Հիսուսը շատ էր սիրում երեխաներին։ Նա ընդունում էր նրանց մանկական մտերմությունը եւ պարզ անկեղծ սերը։ Նրանց շուրթերից հնչող գովասանքը ու փառաբանություն ասես երաժշտություն լինեին նրա համար, որ զվարթնացնում էր նրա հոգին, երբ ճնշված էր լինում նենգ ու կեղծավոր մարդկանց այդ շփումից։ Երեխաները մեր դեղն են, իրենց այդ անկեղծությամբ, իրենց այդ անմեղությամբ։ Ուր էլ գնար Փրկիչը նրա դեմքի բարություն ու ջերմ քնքուշ վերաբերմունքը գրավում էին երեխաների սերն ու վստահությունը։ Այո, այստեղ մի ուրիշ դրվագ կար, դա էլ կուզեի կարդալ, շատ կարևոր մաս է։ Ապաքինման ծառայություն գրքից է Էլեն Ուայթի։ Թույլ մի տվեք, որ ձեր ոչ քրիստոնեական բնավորությունը սխալ ներկայացնի Հիսուսին։ Նրանից մի հեռացրեք փոքրիկներին ձեր սառնությամբ ու խստությամբ։ Այսինքն այսօր Հիսուսը մեր մեջ չէ։ Այդպես չի, որ տանում են Հիսուսի մոտ, այդ մեծերներ չեն թողում որ գնան, չէ։ Բայց մենք ինչպես կարող ենք հեռացնել մեր զավակներին։ Ասում է ձեր սառնությամբ ու խստությամբ, այսքան սիրո բացակայությամբ իրենց հանդեպ։ Երբեք նրանց հիմք մի տվեք զգալու, որ դրախտն իրենց համար հաճելի վար չի լինի, եթե դուք այնտեղ լինեք։ Մի խոսեք կրոնի մասին, այնպես, որ երեխաներին իբր չեն կարող հասկանալ եւ մի վարվեք այնպես, որպես թե նրանք Քրիստոսին չպետք է ընդունեն երեխա ժամանակ։ Կեղծ տպավորություն մի ստեղծեք նրանց մեջ, որ Քրիստոսի կրոնը մռայլ կրոն է եւ երբ գալիս են Փրկչի մոտ, պետք է հրաժարվեն այն ամենից, ինչն ուրախացնում, ուրախություն է պատճառում կյանքում։ Հիսուսը երբեք մեզանից չի վերցնում այն, ինչ ուրախություն է պատճառում մեզ կյանքում, այլ շատացնում է հակառակը։ Մենակ խնդրեմը մի բանում է, ինչ ենք մենք հասկանում այդ ուրախություն բառի ներքո։ Այն դատարկամիտ
էժանագին հաճույքները, որով լցնում ենք մեր կյանքը, դրանք ուրախություն չեն։ Դա ուրախություն չի կարող լինել, երբ որ մեկին վնասելով դու հաճույք ես ստանում։ Այսինքն ինչ առումով օգտագործում ես քո հաճույքի համար, հետո դենես նետու։ Դա չի կարող ուրախություն լինել։ Իսկական ուրախությունը մաքուր է։ Իսկական ուրախությունը տալիս է լինում է մարդու մոտ այն ժամանակ, երբ որ ինքը մաքուր կյանքով է ապրում, այն կյանքով, որով նախատեսել է Աստված, որ մենք ապրենք։ Եվ նաև կարդանք, շարունակենք կարդալ։ Ուրեմն ուր էլ գնար փրկիչը նրա դեմքի բարությունն ու ջերմ քնքուշ վերաբերմունքը գրավում են երեխաների սերն ու վստահությունը։ Լինենք հենց այսպեսին Հիսուսի պես մեր եւ օտար երեխաների համար, որպեսզի նրանք տեսնեն, որ Հիսուսը հաճելի, որ Հիսուսը ջերմ մարդ է եւ իրենց սիրում է, այլ ոչ թե մեր վերաբերմունքով կոտրենք նրանց սիրտը, դաժան վերաբերվենք նրանց կամ փչացնենք, լկստացնելով նրանց եւ փափկասուն մեծացնելով նրանց, որ ոչինչ բանի պետք չէ, եւ չեն ուզում ձեռքները մեկնեն մեկին մի լավություն անեն։ Եվ վերջում կարդանք նորից Դավիթ փափագից էջ 401։ Նրանց, ովքեր երիտասարդ իշխանի նման բարձր պաշտոն են զբաղեցնում եւ մեծ ունեցվածք ունեն, կարող է թվալ, թե չափազանց մեծ զոհաբերություն է ամեն ինչից հրաժարվել է Քրիստոսին հետևելու համար, սակայն սա վարքի կանոն է բոլոր նրանց համար, ովքեր կամենում են նրա աշակերտները դառնալ։ Հնազանդությունից պակաս ոչինչ չի կարող ընդունելի լինել։ Քրիստոսի ուսմունքի հիմքը անձնուրացությունն է, այն հաճախ ներկայացվում ու պահանջվում է մի ոճով, որը կարող է հրամայական թվալ, սակայն մարդուն փրկելու այլ միջոց չկա, բացի նրանից, որ նա թողնի այն ամենը, ինչ կարող է։ Այսինքն մեղքը աղավաղել է մարդուն սարսափելի ձևով եւ միայն Աստծո շնորհքը կարող է օգնել մեզ, փոխել մեր սիրտը, եթե իհարկե մենք թույլ տանք Հիսուսին, եթե մենք կամենանք։ Թող այս գալիք շաբաթվա օրերը լցված լինեն Հիսուսի տված ուրախությամբ մեր կյանքում։ Թող այս Հիսուսի դասերը մխրճվեն մեր ոչ միայն ուղեղի, այլ նաև մեր սրտի մեջ, որպեսզի մենք Աստծո շնորհքով իրագործենք այն մեր կյանքում եւ փառավորենք Հիսուսի անունը, Աստծո անունը մեր կյանքում, այլ ոչ թե խայտարակենք։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։